մոտեցավ այս պահը հարց հաղորդավարին։ Ունես այդպիսի հարց։ Իսկ դուք տեսնում եք։ Գրանցվել եք։ Չէ։ Այդ լույսը թունելի վերջում դուք տեսնում եք, որտեղ ինձ հարցրեցիք, բայց դուք չպատասխանեցիք։ Չէ, ես էլ չեմ տեսնում, Նորդ ջան։ Ես էլ չեմ տեսնում, Այդ թվում է թե տենց ինչ որ վատ բան է, բայց ավելի լավ է ռացիոնալ գույքագրենք իրավիճակը այս պահին առանց իլյուզիաների ինչ որ հետո կարողանանք այդտեղից առաջ շարժվել։ Ինձ թվում է հիմա հələ այդ պահն է, էլի, որովհետև դեռ ինչ որ տես պատրանքներ ունեին մարդիկ, որ 21 թվին ընտրությունների մասնակցեցին, հա, այս մի քանի տարին ինձ թվում է մի հատ այդ դրանցից պատրանքներից լավատեսություններից, մաս մի հատ ստոպ տանք, մի հատ նայենք որտեղ ենք կանգնել, որ սկսենք արդեն մտածել ոնց ենք դուրս գալի։ Դե իմ բարեկամ ավելի դաժան է, որովհետև ես պատրանք չեմ ունեցել, քեզպես ոչ 18 թվին, ոչ նամանավանդ 21 թվի մասին չել քննարկվում դա։ Եվ այն ինչ որ դու ասում ես, որ քո մեջ մի փոքր ինչ որ ոգևորություն էր, հա, առաջացնում, որ ժողովուրդը միավորվել էր, իսկ ինձ դա շատ անհանգստացնում էր, որովհետև ես մտածում էի, բայց ինչի շուրջ եք միավորվել, ինչից եք տենց ոգեշնչվել, ինչու եք այդպես ուրախանում։ Ու ես փոքրամասնություն էի բնականաբար, ու սարսափելին այն էր, որ ես երբեք էքստրասենսոր տվյալներ չեմ ունեցել, բայց սենց քայլ առ քայլ ես տեսել եմ ուր ենք գնալու։ Ես միակ իմ հույսը, հավատը գիտես ինչն է, շատ սենց ինչ-որ իլյուզոր բան կասեմ, հա։ Մտածում եմ միշտ, որ լավ այսքան դար փորձել են ջնջել էլի այս պետությունը, այս ազգին։ Ինչ որ մի բանի համար, ինչ որ կերպ պահպանվել ենք։